Թավրիզի վրա հարձակումների ինտենսիվությունն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի լրտեսական ցանցի վարձկան գործողությունների հետ, որը ստեղծվել է երկրի անկախացումից հետո, հայտարարել է իրանցի քաղաքագետ Ահմադ Քազեմին։ Ադրբեջանի այս էթնիկ լրտեսական ցանցը սիոնիստական ռեժիմի ազգային ենթակառուցվածքի նախկին նախարար Օզիլ Լանդաուն անվանել է Իսրայելի ռազմավարական ակտիվ, ասել է նա. Ադրբեջանը Իսրայելի համար նույնն է, ինչ Լիբանանը Իրանի համար, եւ ընդլայնելով հարաբերություններն Ադրբեջանի հետ, մենք կարող ենք զսպել մեր մեծագույն թշնամու սպառնալիքները նրա սահմաններում, հավելել է վերջինս։ Այսօր Բաքվի ձեռքերը, որոնք ներկված են թանկարժեք իրանցիների արյունով, այդ թվում Թավրիզում, Արդեբիլում եւ Ուրմիայում, կարմիր գիծ են, որի դեմ լռությունն ու անգործությունը աններելի են ոչ այսօր, ոչ էլ ապագայում։ Բաքուն, Անկարան եւ Թել Ավիվը գործում են Իրանի տարածքային ամբողջականության դեմ։ Նույն Թուրքիան ներկայումս մասնակցում է իրանական հրթիռների որսմանը, եզրափակել է փորձագետը։ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով Իրանից դուրս գալ Հայաստանի տարածքով, տեղեկացրել է Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։ Հայտնում ենք, Իրանը հայկական սահմանին նոր դուս կամ ագարակ սահմանային անցումով ցամաքային ճանապարհով Իրանից Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մեկնելու լրացուցիչ տարբերակների մասին, ասված է հաղորդագրության մեջ։ Դեսպանատանը հավելել են, որ Իրանի եւ Հայաստանի միջև սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար բաց է, անցումն ազատ է վավեր արտասահմանյան կամ ներքին անձնագրերով, նախնական ծանուցումներ չեն պահանջվում։ Իրանը չի սահմանափակում իրեն Իսրայելին հետագա հարվածներում, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Աբդուրահիմ Մուսավին։ Մենք անդադար գրոհելու ենք ցանկացած թիրախ, որը պատկանում է սիոնիստական ռեժիմին, ով ագրեսիա է իրականացրել։ Մենք մեր առջև ոչ մի սահմանափակում չենք տեսնում, հայտարարել է նա։ Իսրայելը հարձակվել է Իրանի արևմուտքում գտնվող Հոնդա քաղաքի ծանր ջրով ռեակտորի մոտ գտնվող շրջանի վրա։ Այս մասին հայտնում է իրանական իսլամգործակալությունը։ Նրա տվյալներով հարվածից հետո ճառագայթման արտահոսքի վտանգ չկա։ Միջուկային օբյեկտի անձնակազմին նախապես տարհանել են։ Իրանը մոտ 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, տեղի բնակիչները հայտնում են բազմաթիվ պայթյունների մասին Թել Ավիվում եւ եւս մի քանի շրջաններում օդային տագնապի ֆոնին։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը վկայակոչելով ականատեսներին, պայթյունները որոտացել են Թել Ավիվում եւ Երուսաղեմում։